Գրիգորյան վաղ առավոտից Մայր Հայաստանի շտաբում էր իրականացվում քննչական գործողություններ, այս պահին էլ եւ ձեր տանը եւ տարբեր շտաբում, ձեր ընտրական։ Ինչպես կորակեք սա ընտրությունից ընդամենը 2 օր առաջ։ Դե ինչպես պիտի որակեմ, հասկանալի է, որ սա կոնկրետ կապված է ընտրությունների հետ, սա ուղիղ ընտրություններին է վերաբերվում, ընտրություններին մնացել է 3 օր, մոտավորապես 3 օր է մնացել, այս պահի դրությամբ ինչ-որ քրեական գործեր, հորս վրա, այդ շիբինի գործն է, ինչքան հասկանում եմ, այդ հայտնի շիբինի գործ է, որ որպես ընդրակաշարքի, հորս վրա, տղայիս վրա, այդ նույն գործն է, բայց այս պահի դրությամբ, քանի որ դեռ չենք ծանուցվել, փաստաբանին եմ սպասում, փաստաբանը կա, ծանուցեն, հակակոռուպցիոն, ինչ-որ ուզում են տեղափոխել Երևան։ Իսկ այդ գործը երբ էր հարցվել։ Ձեր օր վրա եւ Ես չգիտեմ երբ է։ Մենք նոր ենք իմացել այդ մասին։ Իսկ նորի այդ մասին այն ինչ որ այն Իոնիսյանը ինչ է այդ Դանիել Իոնիսյանը։ Այդ շիբինի հետ կապված հարցն է, որ ամբողջ Գյումրին մինչեւ 3 փաստերը էլի կա, մինչեւ 3 ամբողջ Գյումրին շիբինապատվում էր այդ հետ։ Այս պահի դրությամբ Մարտի սկզբերին արված շիբինապատումը, որը մշտապես արվել է, որպես ազգային ժողովի պատգամավոր, ես երեկ եմ խոսել այդ մասին, որպես ազգային ժողովի պատգամավոր մշտապես արվել է, այսօր փորձում են դա ներկայացնել իբր ընդրակաշարք։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է, սա աշխատելու իրանց դեմ, բացարձակապես խնդիր չկա, ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք, ես ասել եմ, այդ մասին, որ մշտապես ընտրություններից առաջ բոլոր ընտրությունների ժամանակ էլ այս կարգի բաներ իմ թիմի, իմ ընտանիքի անդամների նկատմամբ արվել է, մեզ համար սա սովորական բան է, այնպես որ նորմալ է։ Ասում են ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանի ռեյտինգը իջել է, շանսերը քիչ են, դրա համար այսպիսի գործողություններով փորձում են։ Այս պայթարությամբ Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Ընդամենը իշխանությունը ել ավելի գցելու է այդ վարկանիշը Սարիկ Մինասյանի ու գիտեք հասկանալի է, այս Գյումրին է, Գյումրի քաղաքն է, այս կան տղեկի մոտ, որ այս պրոբլեմները առաջ է գալիս, ես կարծում եմ, որ վերջը այս ամբողջ պատմությունները մնալու է Սարիգի վզով։ Այս կան մարդու բռնել, ձերբակալել, կալանավորել ու որպես իշխանության տեխնացու Սարիգի համար այդքան բան անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիգը կարողանա հաջողություն ունենալ։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի նվեր էր մեզ ընդդիմադիրներից։ Նորմալ է, անկեղծ եմ ասում, լրիվ նորմալ է։ Սպասելի է, նորմալ է ու այս ամեն ինչը օգտագործվելու է իրանց դեմ։ Իրանց դեմ օգտագործվելուց բացի նաև ձեր կողմն է օգտագործվել, պարոն Գրիգորյան, ինչ է կարծում սրանից ձեր շանսերը ռեյտինգը կամ մյուս տեխնացուների կավելանա։ Դե գյումրեցիները պիտի տեսնեն ամենահավասարակշռված, ամենաագուրատնի չափի մեջ, ես խոմ սպասում էի սրան։ Այն բանի պատմությունն է, գյումրեցու խոսքը կա առաջի փորերս չէր այս ամեն ինչը։ Մենք գիտենք չէ ինչ է կատարվելու։ Դրա համար հանգիստ, ես ամբողջ ընթացքը հանգիստ տարել եմ, ոչ մի ավելորդություն թույլ չեմ տվել, որովհետեւ այս պահի դրությամբ այն ինչ որ սկսվեց արդեն իմ դեմ, դե հասկանալի է, չէ, երեկվա միջոցառումը մտավախության բան է, չէ։ Երեկվա այդ շռնդալից ընդունելությունն ու այդ շախը, որ եղավ Գյումրիում, այդ հզորությունը այդ թափը տեսնելով հասկանալի է, չէ, ես այնպես չէ, որ ես իրիկունն էի արդեն բոլորին ասել, պատրաստվեք առավոտը դիմավորեք այս ամեն ինչին։ Ես երեք զգուշացրել էի, թիմս պատրաստ էր։ Երեք Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիրներին հորդորում են, որ տեղեր խմել, ինչ որ տես բաներից է խոսում, այլ տենց բուրըն էմոցիոնալ ելույթ ունեցավ, էլի հիշեց ասֆալտին փռելը նախկին նախագահներին էր պատերով տալիս ծեփում, ասաց որ կաշառ կբաժանի այստեղ կփռեն ասֆալտին։ Իհարկե Գյումրու ճանապարհները մեղմ ասած ասֆալտապատ չեն, չգիտեմ որտեղ է փռելու փոստերի մեջ երևի կամ շիբինապատ է, բայց ասֆալտապատ չեն։ Հիմա ես կգամ քաղաքապետ, ես կընտրվեմ քաղաքապետ, քաղաքը կասֆալտենք, քաղաքը այնպես կլինի, որ լրիվ նորմալ ասֆալտած վիճակում կլինի, որովհետեւ մարդկանց փռելուց այդ շիվինների վրա չփռեն,
մարմնական ծանր վնասված չստանան մարդիկ։ Այս պահին պարոն Գրիգորյան ձեր տան տունը շարունակում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկություն չկա, տղաները մոտեցել են նորմալ, այս պայտերությամբ հարգալից վերաբերմունքը, դե վերջով այս պայտերությամբ իրանք ազգային ժողովի պատգամավորի տարածք են եկել, նորմալ տղաները նորմալ վերաբերմունք, մարդկային վերաբերմունք, ուղղակի սպասում ենք։ Շնորհքով ներխուժել եք։ Այսինքն իրենք սպասում են ձեր փաստաբանին կա։ Այո, նորմալ տղաները այս պայտերությամբ նորմալ, չափի մեջ ամեն ինչը նորմալ է, սպասում են փաստաբանի ներկայությանը, որպեսզի ներկայացրել են ինձ ինչի համար են եկել։ Ես էլ ասել եմ, որ թող փաստաբանը կա, օրենքի սահմանում խնդիր չկա։ Մենք խուսափելու բան չունենք, մարդու պահելու խնդիր չունենք,